Բարև ձեզ սիրելի մտավորականներ եւ չէ ոչ մտավորական Հայաստանում չկա։ Մի խոսքով եթերում Arm Comedy-ն է, բարև։ Մենք մոտենում ենք յուրաքանչյուրիդ անձամբ, սեղմում ենք ձեր աչը, ու այսօրվանի մեջ առաջարկում ենք դիտել։ Ոնց բա պաչիկով ոչ մեկի չենք բարևում։ Չէ, դու բոլորին մեկա չենք հասնի, իսկ մի մասին դա կլինի խտրականություն։ Ճիշտ ասում։ Այսօրվանի մեջ դիտեք։ Պարակտման կետ երկիր Ծիրանիում Պարակշիևն ու Պետրոսյանը հեռացան։ Ռաֆի Հովհաննիսյանի նոր ռազմավարությունը։ Միջազգային լուրերի բոցահավաքը մհերի հետ։ Բրիտանական երաժշտության ներխուժում օպերայի հրապարակ։ Եվ այսպես, ինչպես սուպերհերոսների բոլոր կինոներում, ինչ որ ժամանակ բացակայելուց հետո սուպերհերոսը վերադառնում է։ Ինչպես կրազիկ խոսքը Ռաֆի Հովհաննիսյանի մասին է, որը հերիք չի վերադարձել է։ Հələ մի հատ Ստոպ, դա մի ասա, թող յուրաքանչյուրը տեսնի։ Ռաֆուն ավելավա մեկ անգամ տեսնել, քան 7 անգամ լսել։ Լավ, եւ այսպես տեղի ունեցավ ժառանգության համագումարը Ռաֆու գլխավորությամբ։ Մեզի ձեզի մեծ ավետիս։ Հարգելի հայրենագիտներ, գեներալ Օհանյան, նախարար Օսկանյան, պարոն Արշակյան, ազատամարտիկներ, Մի րոպե։ Իսկ ինչու՞ չի հավաքվածներին ողջունում հենց Ռաֆի Հովհաննիսյանը։ Սերգեյ, այսինքն Ռաֆին է հենց։ Ոչ, ակնհայտորեն ոչ, սա ժամանակակից թրաշով եւ մի փոքր լցված Կլարկ Կենտն է։ Իսկ ուրա մեր Ռաֆին։ Մի փորձի փակ աչքերով լսես Կլարկ Կենտին։ Լսի, ինչի է ամեն համագումարից առաջ ինչ որ նոր սափրա ոչ ընտրում։ Որտե՞ղ երիտասարդ է հələ փորձում է տեսնի իրան ինչը կսազի, ինչը չի սազի, էքսպերիմենտներ անում։ Այդ տարիքն է։ գրավոր եւ բաշխունական իմ ելույթը զետեղված է այսօր ձեզ մոտ գտնվող կուսակցական մեր համագումարի փաթեթում, որտեղ ներկայացված է հիմնական մեր եւ իմ մոտեցումները պետության, ազգի եւ ժողովրդի առջեւ զարացած խնդիրների մասին։ այս Ռաֆին էր։ Հա, շատ լավ է որ գրավոր կա կողքից, բայց մենք նախ ընտրում ենք բանավոր է, էլի։ Հազիվ առիթ է լսել, ինչ գրավոր, ինչ Մի հատ լավ են ռաֆիական ձևով բացատրեք ինչի համար ենք հավաքվել այդ անգամ։ նույնիսկ եթե մի քիչ գեղապաշտ ռոմանտիկ ելևէջներ լինեն, մենք պատրաստ ենք։ Որքան էլ գեղաբաշտ թվա ռոմանտիկ, քաղաքական ուղղակի հրամայական է, որ մենք հասարակությունս, քաղաքական ուժերը, թե խորհրդարանում, թե հատկապես խորհրդարանից դուրս, Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, պետք է մեր ուժերը, կարողականությունները միացնենք ավելի զորեղ, ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Այո, մեր բոլոր կարողականությունները միացնենք, որ ստանանք լավ արդյունականություն։ Ինչ ես անում։ Մի փոքր rebranding-ը երբեք չի խանգարի։ Գողանում ես Ռաֆի Հովհաննիսյանի ինքնությունը։ Նախ ես ու Ռաֆին միասին ենք գողանում Պարուր Հարիկյանի ինքնությունը եւ հետո այն բաժանում ենք հասարակ ժողովրդին։ Իսկ լավ ապրելու համար պետք է ուժերը բանաձևենք եւ միացնենք։ Մենք ունենք այդ հնարավորությունը, եթե մեր ուժերը կարողանանք բանաձևել եւ միացնել։ Լավ, մի փոքր ավելի բովանդակայինանանք մի հատ։ Քաղաքի կենտրոնում մի խումբ երաժիշտներ փորձում էին շեղել մարդկանց ուշադրությունը ժառանգության համագումարից։ Ընդ որում դա անում էին հայ-բրիտանական միասնական ուժերով։ Ռազմական քայլերով հյուսիսային փողոտայից մինչև Ազատության հրապարակ Սպիտակաց գեստ նվագախմբի ժամանումից հետո հերթն ավելի վառ գույներինն է։ Հրապարակ են մտնում Երևանյան թմբուկներ խումբն ու Պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը։ Ջանք չէին խնայում, որ չնկատենք Ռաֆուն։ Դե մեր մեջ ասած Ռաֆին էլ ջանք չէր խնայում, որ իրեն չնկատենք։ Պարզվեց այդ մեղմիկ ռեբրենդինգի տակ թաքնվում էին շատ հստակ իշխանափոխության պլաններ։ Առաջիկա 5 տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության, հայտարարում է ընդդիմադիր ժառանգություն կուսակցությունը այսօրվա համագումարում ընդունած հռչակագրում։ Այդ եզրույթը ենթադրում է ժողովրդական ակտիվ մասնակցություն քաղաքական հասարակական հատվածների համագործակցությամբ, որը կբերի արտահերթ լուծումների։ Եթե հնարավոր է հուլիսի կողմ էլի այդ արտահերթ լուծումներ արեք, թե չէ ընդհանրապես բան չի լինում հուլիսին։ Ո՞ց չի լինում, հələ նա ինչքան թեմա կա, այս ինչա։
Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առիթով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության զինվորական նվագախումբն արդեն ելույթ է ունեցել կոնսերվատորիայում։ Թագուհու ծննդյան առթիվ Մեծ Բրիտանիայի դեսպանն իր խոսքում ընդգծեց մշակույթի ու երաժշտության դերը երկու երկրների բարեկամական հարաբերություններում։ Վայ, Թագուհու ծնունդն է, շնորհավոր Թագուհի։ Մի քիչ ավելի պաշտոնական, վերջ-վերջը Թագուհին է, Անգլիայի Թագուհին է։ Ինչ որ ձև կար։ Թագուհին ծնվավ եւ հայտնեցավ ձեզի մեզի մեծ ավետիս։ Այ հասկանում եմ, ինչի մեզ էլ չեն հրավիրում այդ ծնունդներին։ Մի քիչ սառել են անգլիացիները մեր հանդեպ սառել։ Սառել են, բացի դրանից ինչպես որ ուզում էի ոնց որ Թագուհու բասեյնի մեջ գցվի, ասում եմ, չէ, սիրգի չեն գցվում, չէ, պլավկի եմ հագե պետք է գցեմ, այդ դրանից հետո չեն հրավիրում։ Դեպքից հետո նույնիսկ վիդեո ուղերձները մի տեսակ սառն են դարել։ Over the coming year, the British Embassy in Yerevan will be looking to build on the very strong relations we've developed with our Armenian partners since the establishment of diplomatic relations 25 years ago. Սպասի, բա ինչի անգլերեն խոսում մենակ։ Դե տակը մեկը թարգմանությունը գնում է, ինչ տարբերություն։ Հա, բայց թարգմանությունն էլ է մենակ անգլերեն։ Վերադառնանք Ռաֆուն, քանի Ամերիկա չի գնացել մի 7 ամսով։ Ես որոշ մարդկանց պիտի դժգոհեցնեմ եւ հուսախաբ անեմ, որտեղ մենք Հայաստանից գնացողը չենք։ Լավ։ Գերար։ Նախ դու ես ասում գնալու մասին, հետո տարվա 8 ամիսը չենք տեսնում մեկ աստեղ։ Դուշ։ Ինչ։ Երաժշտական դուշ։ Հա, դուշ։ Երևանյան համերգ քայլերթից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանը նշեց, որ ծրագրում է հիմա զինվորական նվագախումբը տանել Մեծ Բրիտանիա։ Աղվան Ասոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։ Լավ, դե վերջենց այս գեղեցիկ հայ-բրիտանական նոտայի վրա էլ ավարտենք։ Լավ։ Բայց սպասի մի հատ էլ Թագուհուն մի հատ ուղերձանենք, դու թարգմանի ես ասեմ։ Լավ։ Սիրելի Բրիտանիայի դեսպանատուն, շնորհավոր 25-ամյա մեր հարաբերությունների կապակցությամբ։ Милое посольство Британии, поздравляем вас с 25-летием наших отношений. Թագուհուն էլ մեր կողմից ջիգայով բարևներ։ Пламенный привет с печенью королеве. Եվ հիշեք, որ մենք ծնկի չենք իջնում։ Մի վարքյան կնեք, սա սահուն անցում է Ռաֆուն, սա Ռաֆու մասներ, sorry։ Համագումարից համագումար դարվեդարի այն է, որ կարելի է կյանքում քաղաքական, մարդկային, ազգային ընկնել, բայց մենք ծնգողը չենք։ Ժառանգությունը ծնկի չի իջնում, ժառանգությունը ծնկի է բերում մյուսներին իր առաջնորդի մոդայիկ եւ գայթակղիչ թրաշով։ Դե վերջացնենք արդեն։ Սպասի, բա մի հատ Beatles չերքենք։ Ինչու՞ համար։ Մորքուրը խնդրեց։ Միայն մի բանի համար եմ ափսոսում, որ նախորդ միջոցառման ժամանակ իմ ամենասիրելի երգը չհնչեց։ Beatles-ի հիթերից է, հուսամ այսօր կլսեմ։ Կլսեք, ջանիկ, կլսեք։ 1, 2, 3, 4. Love me do. You know I love you. I'll always be true. So please, love me do. Someone to love, someone like you. Դե վերջ, մնացեք մեզ հետ։ Մնացեք լավ։ Երկիր Ծիրանիում շարունակվում է սկանդալը, որն այս ամառային լրատվական լոքշի միակ քիչ թե շատ հետաքրքիր կետն է։ Եվ այսպես Երկիր Ծիրանու խմբակցության միակ տղամարդիկ Հայկ Պետրոսյան եւ մնացական Պարակշիևը պարակտվեցին ու դուրս եկան խմբակցությունից։ Իդեպ բոլորի անունները իրական են։ Ասեցի հատուկ շեշտեմ, որովհետև ոչ ոք չի հավատում, որ պարակտվողների մեջ գոյություն ունի Հերիկչի Պարակշիև, մի հատ էլ մնաց։ Հիմա Պարակշիևը մնաց։ Երկիր Ծիրանի կուսակցության կանանց կողմից անվստահության արժանացած տղամարդիկ որոշել են դուրս են գալիս Երևանի ավականու համանուն խմբակցությունից, բայց վայր չեն դնում մանդատները։ Մնացական Պարակշիևը լքում է նաև կուսակցությունը։ Ոնց կուսակցությունից էլ Պարակշիև։ Հակառակ բոլոր սպասումների մնացը չմնաց։ Դե բնականաբար բոլորին հետաքրքրում է մի բան։ Բա ինչու՞, բա կարող է գենդերային խտրականություն կա խմբակցությունում, հա։ Լավ էլի, սրա մասին հստակ ասվեց։ Դե մեր հիմնական ենթադրությունը նրանում է կայանում, որ կար ոճային տարբերություն, որ մենք ուզում էինք հարցերին մոտենայինք սառնասրտորեն եւ հետեւողական, եւ մեր առաջնային խնդիրը պետք է լինել Երևանի ծրագրի խնդիրների իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերները ավելի կողմնակից էին էմոցիոնալ երանգներ հաղորդելով ամեն մի հարցին անընդմեջ։ Ոճային տարբերություն իսկապես կա, Հայկ Պետրոսյանը 2 օրվա ընթացքում այցելեց ավելի քան 612 հեռուստա եւ ինտերնետային հաղորդումներ ու դիտեք ինչպես էր պատասխանում հենց այդ նույն հարցին։ Իսկ մնացական Պարակշիևը չէր այցելում հաղորդումներ։ Գիտես չէ, ինքը տենց ավելի շատ ցնցուր առեղծվածային կերպար է։
Մեր խորին համոզմամբ տարաձայնությունը ոչային է, մենք մոտեցում ենք առաջարկել ենք հարցերին մոտենալ ավելի պրոֆեսիոնալ, մեր տեսանկյունից իրանք առաջարկել են հարցերը լուծել էմոցիոնալ, ամենամեծ տարաձայնությունը դա աշխատելավոճն է, հարցերը պետք է լուծել կառուցողական, հաստատակամ աշխատանքի շնորհիվ եւ այդ էմոցիոնալ երանգներ հաղորդել, երբ որ դրա կարիքը կա, ոչ թե անընդհատ, անընդմեջ Ախր իսկական է, լրիվ առանց էմոցիա է խոսում։ Ուր է էքսպրեսիան, ուր է գիրքը։ Երիկ ջի էմոցիան հանած է, մի հատ էլ ամենտեղ նույն բանն է կրկնում։ Եթե Զարուհին լիներ իր տեղը, ամենտեղ մի նոր բան կավելացներ։ Միտեղ որ վերադարձնելու է Արարատը, միտեղ որ Արևմտյան Հայաստանը, Միտեղ էլ Արարատը, Արևմտյան Հայաստանը ու Բայկոնուր տիեզերակայանը։ Բայց քչերը գիտեմ, որ երկրի ծիրանին այդպես միանգամից չի հանձնվել։ Երկար ժամանակ փորձել է էմոցիա ստանալ այդ տղամարդ ավականներից։ Ամեն հնարավոր բան արել են ու մենք ունենք բացառիկ կադրեր։ Վերջապես ամբողջ օրը սպասել եմ։ Վայ յոգուրտ։ Այս յոգուրտներ ուզում ուտել։ Ջղայնացած ես երևի հիմա։ Չէ։ Էմոցիա ցույց Եթե չխանացած ես նորմալ է, մի հատ էմոցիա ցույց տուր։ Չէ, խնդիր չկա, կգնամ նորը կառնեմ։ Что чувствую, ես նայում։ Նես լավ կինո է, գիտես չէ, վերջում պարզում է, որ Բրյուս Ուիլիսը սաղ կինոյի ընթացքում հեռացեր։ Չասրեցի հա կինո։ Սպոյլեր։ Եթե չխայնացել ես, ինչ-որ բան արա։ Ուզում ես նոթբուկը տուր գլխից ջարդի։ Եթե էմոցիա ունես, ցույց տուր, էդ եմ ուզում ասել։ Էմոցիա կա։ Իսկ կողմից ավելի լավ է գնամ մաքրոջ շնչեմ, թե չէ սա որը կինո բան։ Են թղթեր ուղարկեցի։ Հա, թղթեր ուղարկեցի, նորմալ է, հիմա պետք է մեր քսերը քսերան, մի Դե շատ լավ, ապրես դու։ Ոյ Այս ուղղակի կներես։ Պապիկս է բերել 45 թվին Գերմանիայից, ոնց որ հիշատակը շատ թանկ է իմ համար։ Հիշատակա։ Հա, Թանկը կա։ Դե էմոցիա ցույց տուր։ Ինչ որ էմոցիա։ Ինչ որ մի էմոցիա։ Դե պրինցիպի լավ հին էր էլի, տենց Գերմանաստանը ես ինչ հայտնի չեն գաստուկները։ Պարակշևենք պետքա Զարյութի կառավարման կուրսեր դասավանդեն։ Լավ, բայց ինչև միասին նույն ցուցակում հայտնվել է։ Էլի հանդիպել էին, չէ՞, էսի կույր ժամադրություն չէր, չէ՞, որ միասին ընտրվեցին։ Գիտես, հանդիպել էին, բայց Ինչ։ իրականում ես չգիտեմ, թող իրանք ասեն։ Ու այդ տարաձայնությունը ոչ թե կոնկրետ հենց այդ օրը եղավ, դրանից առաջ էլ էր տարաձայնություն։ Ու այդ օրը եղավ գագաթնակետը։ Էս հենց Պարակշիևն էր։ Միակը եւ անկրկնելի։ Պարակշիևը բացահայտեց, որ կոնֆլիկտը հասունանում էր դեռ վաղուց, դեռ Ցոգոր Ծիրանի ժամանակներից։ Ու հասավ իր գագաթնակետին, երբ այդ չարաբաստիկ նիստի օրը Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելուն չմասնակցեցին։ Կարելի ասել հենց դրա մեջ էր, որ երբ որ այնտեղ կանայք գորգորում էին, բան անում, իսկ դուք пассив նստած էիք։ Մենք пассив չենք նստել, նախ եւ առաջ ես Այդ դուք կանանց նման չգոռացիք, չմեղադրեցիք։ 3-4 հարց ես տվել եմ տարբեր տեխնացուներին, այն պահին տեխնացուներին, հիմա արդեն քաղաքապետի տեղակալներին։ 3-4 հարցը երկրի Ծիրանում հենց пассивն է, պետք է մի քիչ ավելի բարձր, մի քիչ ավելի թեժ, մի քիչ ավելի սկանդալային, մի քիչ ավելի Դժոխք։ հա։ Այստեղ փիլիսոփայական փոքրիկ բախում կա։ Երկրի Ծիրանին դժոխք համարում կծող հարցեր, փուչիկների պայթեցնելը, բոյկոտելը, իսկ ես մեր ընկերը Դժոխք վերածելու նաև ճանապարհներից մեկը դա կառուցողական եւ հետեւողական լինել բոլոր հարցերին, այսինքն դժոխքը դա կարող է լինել եւ ուղակի տալով երանգներ տարբեր ձևի էմոցիոնալ, օրինակի համար հաղորդագրցելով, դա էլ է դժոխք եւ նա կարող է լինել հաստատակամ աշխատանքով։ Բա, իսկ հաստատակամ աշխատանքը ոչ Զարուհու, ոչ Դանտե Ալիգերիի նկարագրությամբ դժոխք չի։ Չկա դժոխք, չկա համագործակցություն։ Եվս մեկ քիչ հայտնի փաստ, երկրի Ծիրանից դուրս եկածներին ողջ ամառվա ընթացքում կարգելվի ուտել Ծիրան։ Սարսափելի է, մնացեք մեզ հետ։ Բարև տղերք։ Ողջույն մհեր։ Բարև ձեզ։ Միջազգային լուրերի պահան է հիմա, բայց միջև այդ ուզում եմ հարցնեմ, ոնց է առանց Կարլի ձգում եք, հա։ Ավելի շուտ դու կանհայտանաս, քան Կարլը մեր կյանքից։ Մանավանդ որ շարունակես տենց հարցեր տալ։ Լավ։ KGB ագենտ է Կարլի դեպ։
Սկսեմ մի հատ տեսանյութից, որը տղերք անկեղծ մեկնաբանության կարիք չունի, ինքը այնքան հանճարեղ տեսանյութ է, ուղղակի պետք է նայել, բայց որպես նախաբան նշեմ, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում, ինչ որ մեկ ապրանք դատարկելու ընթացքում աչքա թողություն է անում եւ այդ ընթացքում մի մարդ, որը շատ նման է բոմժի, մոտենում է այդ բեռնատարին ու փորձում է գողություն անի այնտեղից։ Մնացածը ուղղակի նայենք ու վայելենք։ Բանկա ասելու։ Չէ, հանճարեղը։ Շարունակենք մնալ Ռուսաստանում ու առաջարկում եմ տեղափոխվենք Zenit Arena ստադիոն, որը Սանկտ Պետերբուրգում է ու որի կառուցման համար ուշադրություն պահանջվեց 10 տարի ու $1 միլիարդ։ Կարող ամեն դեպքում ռուբլի։ Չէ, Նարեկ, $1 միլիարդ։ Դե այդ գումարով երևի գեր ժամանակակույց մարզադուաշտ կլինի։ Ուեյո, ես հիմա առաջարկում եմ մի քանի Մի ծաղրի, ագենտ ես, դու ես ագենտ, առաջարկի։ Առաջարկում եմ մեկ Հայրիկյանն է, մեկ Ռաֆինա, այդ պահը պիտի բռնացվի։ Սասոտ կտրի դու հենց հիմա։ Հիմա Ռաֆինա։ Իսկ դու ասա բալիկ։ Իսկ հիմա Հայրիկյանն է։ Մի հատ ստեղ խշանենք ու նորմալ սկսեն։ Սա հատուկ սալահատակ է, որը նախատեսված է պերֆեկցիոնիստներին միկրոինֆարկտի հասցնելու համար, որովհետև պետքա բոլորը հավասար լինեն ստադիոնում ու պերֆեկցիոնիստները ոնց որ այդ ստադիոն գալով չպետք է իրանց ավելի բարձր դասեն մնացած մարզասերներից։ Իսկ հաջորդ լուսանկարում մենք տեսնում ենք ոչ ստանդարտ կառուցվածքով մարդկանց համար նախատեսված նստարան, այդքան տոլերանտություն է ներդրվել այդ $1 միլիարդ մեջ։ 1 միլիարդ, լուրջ 1 միլիարդ, 1 միլիարդով կարելի են պարտալներից կառուցել են, որ Հոգվարտս է տանում, այդ դրանից։ Նարեկ ջան, դու հիմա հեգնում ես։ Իդեպ այսօր Հարի Փոթերի ստեղծման 20-ամյակն է, 20 տարի առաջ ուղիղ այսօրը ստեղծվեց։ 20 տարի առաջ է Հարի Փոթերը։ Այո, 20 տարի առաջ է ստեղծվել ու երևի Zenit Arena կառուցողներն է գիտեին ու հեգնանքը տեղին չէր, որովհետև այո, կա այդ պորտալը, ճիշտ ավելի ժամանակակից դիզայնով, ահա տեսնում ենք, բայց old school Harry Potter-ի սիրահարների համար, ովքեր համենայն դեպս ռետրոն են նախընտրում, կա ահա այս հատվածը ստադիոնում։ Բա ունենց որ սրանից հետո եթե մեկը բողոքել է $100,000 բիոզուքարաններից, լուրջ Harry Potter-ը 20 տարեկան է, ես արդեն մեծ էի, որ ինքը դուրս եկավ։ Իսկ հիմա ուշադիր, Ադրբեջանում կատարվել է դարի հայտնագործությունը, որը սկիզբ է դրել ադրբեջանցի գիտնականներ նոր շարժմանը։ Արդեն լավն էր մեր։ Այո, ու սա Photoshop չի։ Bu oyunda qara figurlarla oynayan oyunçu heç vaxt qalib gələ bilmir. Bərdənin Mustafa Ağalı kənd sakini Qərib Hüseynov şahmat oyunu əsasında yeni oyun ixtira edib. Գիտեմ, թարգմանություն չկա, դրա համար ես հիմա կպատմեմ ինչա կատարվում։ Ուրեմն այս մարդը, այս ֆիզիկոսը, ստեղծել է մի խաղ շախմատի հիման վրա, որի նպատակն է ազատագրել ադրբեջանական հողերը։ Վաու, դա շախմատը ինչ կապ ունի։ Այդտենց քո նման սկեպտիկների պատճառով էլ Նարեկ մեր գիտությունը չի զարգանում։ Շախմատը այնքանով կապ ունի, որ հիմա ցիտեմ, էլի, որ սև ֆիգուրները, ցիտում եմ, սև ֆիգուրները խորհրդանշում են հայերին։ Շոտ կներեք, բայց Լևոն Արոնյանը սևերով էլ աշար լավ հաղթում։ Եվս մի հակագիտական մարդ։ Եթե տենցա մեկ էլ ընկերներով նարդու հիման վրա ստեղծել են խաղ, որը կոչվում էր Չապաև, ոսենց կտսնում ենք հայերը։ Բայց այսինքն եւս մեկ հակագիտական մարդ, որը խաթար չի փորձում խթանել Ադրբեջանի գիտության զարգացումը։ Սերգեյ ջան, դրա համար այդ մարդը դա էլ է նախատեսել ու այս խաղի հիմնական նպատակը այն է, որ կարող ես խաղալ միայն սպիտակ ֆիգուրներով, այսինքն սևերով չես կարող խաղալ։ Bu qeyri-adi oyun 2 nəfər arasında oynanılır. Ancaq oyun elə qurulub ki, qara figurlardan ibarət olan daşların oyunda qalib gəlməsi mümkün deyil. Ну, այսինքն կարելի է սևերով խաղալ, բայց միայն մեկ ֆիգուրով։ Մի խոսքով շնորհավորում ենք ադրբեջանցի գիտնականներին, կարծում ենք Նոբելյան մրցանակը սարերի հետևում չէ, այո։ Իդեպ սա միակ բոցը չի Ադրբեջանից, դարդերը քիչ էին, մի հատ էլ Aeroflot-ը սկսեց Մոսկվա, Բաքու թռիչքների վրա տրամադրել հնդկահավով բրինձ։
Դզեց Aeroflot-ը։ Կներեք, էլի, բայց հայկական ձևով պատրաստված բրինձը որն է։ Այստեղ հետաքրքիր բան էր, իրականում մենյուում գրած էր, որ հնդկահավն է հայկական ձևով պատրաստված, այսինքն Turkey Armenian style, բայց այո, ստուարդեսան ասում էր, որ բրինձն է։ Միխալով չգիտեմ, մենք ունենք ինչ-որ հատուկ բրինձ։ Չգիտեմ, այդ միակ ձևը parzելու երևի Բաքու թռնելն է, բայց Նարեկ, անցնեմ հաջորդ նորությանը, եթե իհարկե կթողես, էլի։ Տակը չեմ փորում։ Ոչ թե ստուարդես, այլ օթորորթուի։ Շատ լավ, խոսենք հայերեն։ Տակը փորելու պահով Կարլին էլ էր տենց ասում, էլի։ Ուրախ լուր Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի անդամների համար Վերջապես։ Այո, փոխվել է այդ ֆեդերացիայի միջազգային թե անվանումը, թե ամենակարևորը հապավումը։ Դրա ինչն է ուրախալի։ Ինչն է ուրախալի։ Բանն այն է տղաներ ջան, որ այդ ֆեդերացիայի անվանումը անգլերենով գրվում էր World Taekwondo Federation, իսկ հապավումը WTF, իսկ ավելի ոնց որ հասկանալի որ լինի What the f։ Այդ տենց քոնոման շատ մարդիկ համացանցում եւ այլ տեղերում սկսեցին տժալ ֆեդերացիայի անվանման հապավման վրա ու մարդիկ ստիպված եղան ֆն հանել եւ հիմա այն դարձել ուղղակի World Taekwondo։ Դե շատ լավ է։ Նու լավ է, բայց երբ որ WT հապավումն ես Google-ում, բերում է մի բան, որը կապված է C++ այդ համակարգ ծրագրային լեզվի հետ ինչ որ մի խոսքով։ Բայց այս դեպքում գոնե մենակ ծրագրավորողներ են, թունդ ծրագրավորողները կտժան Taekwondo-ի ֆեդերացիայի վրա։ Եվ վերջում մի բրիտանացու գործի տեղից հետ էին ուղարկել տուն, որովհետև ինքը խախտել էր դրես կոդը ու շորտերով էր գնացել գործի։ Հա ինչ։ Դե դրանից հետո ինքն էլ որպես բոյկոտ գնում է տուն ու յուբկա է հագնում ու վերադառնում է աշխատատեղ։ Մեր հա ինչ։ Դե մի րոպե ասեմ, նայեք, չեմ ուզում ոչ մի բան պնդեմ, բայց ոնց որ այս դեպքը համընկավ Կարլի ստեղից գործից դուրս գալու հետ ու ոնց որ բանը մի հատ էս լուսանկարը նայենք, էլի։ Հա, բայց նման է։ Հա, կար։ Դե իսկ Comedy-ին բարեկամներ ջան, այսքաններ։ Այսքաններ։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Ջան։ Մնում է աշխատանքով քայլ առ քայլ Հայաստանը դարձնել արդար, անվտանգ, զարգացող պետություն։ Զուտ հայկական պետություն։ Շնորհակալ եմ։ Oh, that shot, babe, has such teeth, dear. Այսօր արդեն երկրորդ շաբաթն է։ Նարեկ հաստատ ասել ես կառնը, որ վերջ, всё, չի։ Հաղորդման մեջ հաջող արեցինք փոթաթվեց։ Աշխատանքային գրքույկ։ Պայմանագիրը վերջացել է արդեն։ Բայ ինչի անտեղ։ Կարլ ջան, չեմ ուզում մի տեսակ հնչեմ, բայց մի խոսքով դու լրիվ տեղակ ես, որ ստեղ էլ չես աշխատում։ Հա, ես չեմ աշխատում։ Հա, լավ, օքեյ, զուտ ուզում եի տենց համոզվի, որ